Ըստ այսմ, երբ քահանայապետների իշխանությամբ եւ հրամանով Դամասկոս էի գնում, կեսօրին ճանապարհին ով արքա, տեսա, որ երկնքից արեգակի լուսավորությունից առավել ուժեղ մի լույս փայլատակեց իմ շուրջը եւ նրանց շուրջը, որ ինձ հետ էին գնում։ Եվ երբ մենք բոլորս գետին ընկանք, լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր եբրայեցերեն լեզվով. «Սավուխ, Սավուխ, ինչու ես ինձ հալածում, քեզ համար խիստ դժվար է խթանի դեմ աքացել»։ Եվ ես ասացի. «Ո՞վ ես, Տեր»։ Տերն ասաց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես, վեր կաց ու կանգնիր ոտքերիդ վրա, ես քեզ երևացի նրա համար, որ քեզ նշանակեմ պաշտոնյա և վկա այն բոլորի համար, որոնց մեջ ինձ տեսար և այն բաների համար, որոնցով պիտի երևամ քեզ։ Ես քեզ կփրկեմ ժողովրդիցդ և հեթանոսներից, որոնց մեջ քեզ կուղարկեմ, որպեսզի բանաս նրանց աչքերը, նրանց դարձնես խավարից դեպի լույս և սատանայի իշխանությունից դեպի Աստված, որպեսզի նրանք մեղքերի թողություն ստանան և սրբերի հետ ժառանգության բաժին իմ հանդեպ ունեցած հավատով։ Ուստի ով Ագրիպպա սարքա, ես երկնային տեսիլքին անհնազանդ չգտնվեցի, այլ նախ բոլոր նրանց, որ Դամասկոսում էին ու Երուսաղեմում և Հրեաստանի բոլոր գավառներում, ապա նաև հեթանոսներին քարոզեցի, որ զղջան և դառնան կենդանի Աստծուն և ապաշխարության արժանի գործեր անեն։ Դրա համար հրեաները, տաճարում ինձ բռնելով, փորձեցին սպանել, սակայն Աստծուց օգնություն հասավ, և ես մինչև այսօր ողջ մնացի, վկայելով փոքրին և մեծին, ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարեներն ու Մովսեսն են խոսել լինելիք դեպքերի մասին, թե Քրիստոս չարչարվելու է, թե մեռելներից առաջին հարություն առնողը լույս է ավետարանելու ժողովրդին և հեթանոսներին։